Բարև ձեզ սիրելի տեսակիցներ, այսօր մտքովս անցավ ուզեցի ձեր հետ միասին պատրաստեմ, չեմ որոշել ինչպես անվանեմ այս ուտեստը, էսակասում ինչի, ինտերնետի միջոցով շատ եմ տեսել այս տիպի տարբեր տեսակի ուտեստներ, տարբեր անուններով են ասում, ես կորոշեմ, վերջում կմտածեմ ինչ ճիշտ, հետո կասեմ, իմ մտախաղացումն է և ես ուզում եմ պատրաստեմ կարտոֆիլով գեղեցիկ ուտեստ, և այսպես միասին կպատրաստենք և կզրուցենք, մանրամասը կասեմ ինչ եմ անում, ինչպես եմ անում, եթե կարող եք հիմիկվա ժամանակում լավն է լինում թարմը կարտոֆիլը, քիչ սենց երկարոտ կարտոֆիլներ որ լինեն, ավելի լավ մեր ուտեստի համար, ես արդեն մաքրել եմ, լվացած է, պատրաստ է, դնեմ մեր անձեռնոցիկի վրա, թող ջուրը քամվի և սկսենք պատրաստել։ Ես մտածել եմ հեշտության համար, դուք էլ կարող եք հարմար այսպիսի սարքեր վերցնեք, ես իմ մտախաղացումն էլի եմ ասում այս ուտեստը և ես եմ որոշել, որ այսպես ավելի հարմար է, եսա կասեմ ինչի համար, որովհետև վերցնելու եմ մեր կարտոֆիլները, տափակ չեմ անում այսպես երկարությամբ, դնում եմ այս արանքները, որ ավելի հեշտ լինի, ինչի համար, որովհետև ես այսպես շերտերի եմ բաժանելու, բերենք, հասցնենք, մինչև վերջ չենք կտրելու, պետք է թողնենք, ինքը բացվում է ոնց որ ակարդիոնի պես է ստացվում, կա այդպիսի ուտեստ, ռուսերեն ասում են գարմոշկա, առաջի անգամ չեմ պատրաստում, բայց անունը ինչպես անվանեմ, ես չեմ որոշել, ինչի եմ ասում այսպիսի սարքերա պետք, հարմար կլոր, մի քիչ հաստոտ, կարենանք կտրտենք, որ տակի մասը չկտրենք և այսպես սկսենք անելը։ Տեսեք գալիս է դանակը կպնում է և մինչև վերջ չի գնում և այդպես կարող ենք մենք շերտերի բաժանենք։ Մի 3-4 միլիմետրանոց շերտեր ենք անում, անցքեր ենք բացում, հետո պետք է լցոնեմ այս կարտոֆիլի մեջը, հեսա բոլոր այսպես կանեմ, հետո կասեմ ինչ եմ անելու։ Ծայրի մասերը կարելի է հանուր հանել և կարելի է թողնել, ինչպես դուք ուզում եք։ Սա ցույց տամ, տեսեք այսպես անցքեր են լինելու, բարակ կտրտում ենք։ Ես սրանք ամբողջովին անում եմ բոլորը, մի քիչ թուլանալու համար պետք է սոուսի պես ինչ-որ բան սարքեմ, կասեմ ինչ եմ անում։ Այդ էլ եմ ես իմ մտքով է անցել, որ ինչպես կարելի է կարտոֆիլը թուլացնել, որ կարենանք լցոնենք, ես բոլորը չեմ լցոնի և առանց լցոնացել է շատ լավ լինում, պարզապես որպեսզի որ մատչելի լինի այս ուտեստը պատրաստելու համար, ամենքը չեմ որ կարող են պատրաստել կամ կարող է հիմա նայում եք և հաճույք եք ստանում և ուզում եք որ պատրաստել և տեսնում եք տունը չկա ինչ բաղադրություններ որ ես դնելու եմ, դրա համար կարելի է և առանց պատրաստել, ոչինչ, արանքում որ մեկ լինում է այսպես շերտ է դուրս գալի, ոչ մի բան չկա։ Ես այնպես եմ սովորել, որ առանց սարքերի օգնության եմ պատրաստում, պետք է զգուշությունով ծայրը չկտրենք։ Շերտեր ենք անում և բերում ենք այս ծայրի մասերը չենք կտրում։
բայց որ առաջի անգամ եք անելու, ավելի լավ է այդպիսի հարմար սարքեր վերցնեք, որ հեշտ լինի լցնելը։ Մի հատ խոր աման եմ վերցնում, սրա մեջ ես աղ եմ լցնում, շատ աղ պետք չէ, մի քիչ թուլոտ աղաջուր ենք վերցնում և մեր կարտոֆիլները փոխանցում ենք այս աղաջրի մեջ։ Ինչի համար, որ ես ձեզ ասեցի չէ, որ մի քիչ մեր կարտոֆիլները թուլանան, որ հեշտ կարենանք իրենց արանքները լցոնենք։ Մնա մեր կարտոֆիլները աղաջրի մեջ, մի 15 րոպե, այդ արանքում աման ենք էլի վերցնում, մեր սոուսն ենք պատրաստում, ինչի մեջ նորից թողնելու ենք։ Վերցնում եմ սխտոր, շատերը արդեն հասկանում են ինչից եմ խոսում, մանր կտրտում եմ, աղ եմ անում և տրորում եմ, դառնում է ոնց որ պաստա։ Կարտոֆիլի 2 բջիջը բավական է։ Շատ ուժեղ խմիր չենք տալիս, որովհետև ցոնելու ենք, ապխտած մսով եմ անելու և պանիրով։ Կանենք կտեսնենք, որ մընկնեն իրար համերը, շատ չենք շահագործում, ամեն ինչից քիչ-քիչ, որ լավ համ լինի։ Աղ եմ անում և պաստա եմ սարքելու։ Այսպես մանր կտրտում եմ, ծեծում եմ ավելի ճիշտ, տրորում եմ, բավական է։ Այստեղ լցնում եմ ձիթապտղի յուղ։ Կարող եք և սովորական բուսական յուղ վերցնել, բայց ձիթապտղի յուղով ավելի համեղ կլինի։ 70-ից 100 միլիգրամ այստեղ ավելացնում եմ, թարմը ես հոնդար ունեմ, պատահեց մեր մոտ, լինում է մեր մոտ էլ, շատ անուշ հոտ է, իհարկե մեր հայերն են վաճառում, այս կոթերն էլ եմ գցում, ավելի լավ համ է տալիս, և այսպես էլ չեմ շատ մանրացնում, տերևահան եմ անում և կոթերով այդպես դնում եմ, և կարելի է այսպես ճական դնել, որ լավ լինի, տերևները չկպնի վառի։ Մի քիչ սամիկ եմ դնում, չեմ կտրտելու, այսպես։ Ռեհանի տերևներ էլ կդնեմ, որ լավ համ տա։ Այսպես խառնենք, թող լավ խառնվի, նման համը կտար։ Աղ եմ ավելացնում, աչքաչափով, մի կես չայի կթալ աղ եմ ավելացնում, մի քիչ կարմիր տակտեղ եմ ավելացնում, եթե կծու եք սիրում, ապխտած միս է լինելու, համեղ կլինի, մի քիչ է սև պղպեղ եմ գցում և համեմ եմ, աղացած լցին, քիչ մի պտղունջ։ Այսպես մի կոմ տնենք, թող համերը լավ կպնեն իրար։ 5 րոպե էլ կմնա մեր կարտոֆիլը, մինչև մնում է կարտոֆիլը լտել ջրի մեջ, վերցնում եմ պանիրը, ասեցի չէ պանիր եմ դնելու և ապխտած միս եմ դնելու, վերցնում եմ, հիմա կտրտում եմ իրար հետ, ամեն ինչը պատրաստ է, այսպես գիրևի կեսան եմ, չափսը մեր կարտոֆիլի արանքները դնելու համար և այսպես բարակ կտորներ ենք անում և պանիրը և ապխտած միսը։ Կարելի է և այստեղ վիչինա վերցնել, մենակ պանիր դնել և ես ինչպես ասեցի կարելի է և առանց որևէ լցոնի կարտոֆիլը հենց ինքը իրանով այդպես կտրտել, նավատ անել և վարկել ջեռոցը, տապակվի։ Պանիրն էլ, սուլգունի պանիր եմ վերցնում, հալչող պանիր է ավելի լավ լինում,
կարելի է եւ մեր լորվա պանիրը վերցնել ժողովուրդ ջան, կարելի է եւ սովորական ինչ պանիր օգտագործում ենք, պարզապես աղոտ չլինի։ Բարակ կտրտում ենք, որ դնենք կարտոֆիլների արանքը։ Այստեղ սուրոտ լավ դանակ է պետք։ Եթե ատամիկներով դանակ լինի, ավելի լավ է այդպիսի դանակ վերցրեք, ավելի լավ բարակ կտրտում է եւ սուր է։ Տեսեք, հարմար կտրվում է։ Այս էլ է բավական եւ վրան մի քիչ չորոտ, որ պատրաստ լինի համայրամեր ուտեստը, մի 5 րոպե նալուց վրան ցանելու եմ չորոտ պանիր։ Ես վերցրել եմ պարմիզան, բայց դուք նայեք այդտեղ ինչ պանիր ունեք, մի քիչ որ չորոտ լինի, ավելի լավ, որ խրխրտան լինի, ոնց ենք ասում, չորոտ լինի, ոնց որ սուխարիկը որ ուտում ենք, ոնց է խրխրտում, այդ ձև ստացվի։ Ես նախորոք քերիչով անց եմ կացրել, շատ քիչ եմ ցանելու։ Կանեմ կտեսնեք։ Դեմ բավական է, կարտոֆիլը արդեն աղաջրի մեջ մնաց հերիք է, թուլացել է մի քիչ, ինչքան հեշտ է, այսպես տեսեք, հեշտ բացվում է։ Բավական է, ես այսպես կդնեմ անձեռնոցիկի վրա, թող ջուրը քամվի, հետո կուղարկեմ սոուսի մեջ պատրաստած մեր։ Տեսեք, այս մեկի մի հատիկը դուրս է եկել, որ արանքները բան տնենք, կփակի չի երևա։ Ձեր մոտ որ ստացվի մեկ-մեկ, ոչինչ։ Ես այսքան պատրաստում եմ, իմ ձեռքի հետ ստացվում է։ Իհարկե, ով առաջի անգամ է անում, դժվար կլինի մի քիչ, բայց մեկ վախեցեք, փորձեք, շատ համեղ է եւ գեղեցիկ է։ Շատ հաճելի ուտեստ է ստացվում, որ հյուրեր եք ունենում, կարելի է պատրաստել հյուրերի համար էլ, զարմացնել, շատ հաճելի կլինի, ուտեստը, որ լավ տրամադրությունով որ պատրաստած ենք լինում, համ համեղ է լինում, համ գեղեցիկ է լինում։ Ձեռքի հետ անընդհատ խառնում ենք այս մեր պատրաստած սոուսը եւ կարտոֆիլը երևի կանե ուղարկենք այստեղ։ Մի 10 րոպե էլ այստեղ կթողնեմ, ձեռքի հետ այսպես լավ քսեք, թող գնա մեջ մտնի, ոնց որ մարինավատ ենք անում։ Կարելի է եւ բրձինով վերցնել, այսպես քսել, որ համը տա եւ բոլորին այդպես անել եւ թողնել։ Ձեռքի հետ անդադ կխառնենք, թող այսպես մնա մի կողմ։ Ես մինչ այդ կմիացնեմ մեր վառարանը, լավ տաքանա, 200-ից 220 աստիճանի տակ ենք տապակելու մեր կարտոֆիլները։ Կարտոֆիլի հետ ես վերցնում եմ այսօրվա մեր գլխավոր ուտեստն է կարտոֆիլը։ Ես հավի տիկները նախորոք դրել էի մարինավատ է արել։ Շատ տարբեր տեսակի բաղադրատոմսեր ունեմ ես, որը իմ մտքով է անցկացած, որը սովորել եմ, ինչպես են մարինավատ անում հավը, ինչպես են պատրաստում, ուրիշ ժամանակներ կպատրաստեմ, կտեսնենք։ Հիմա ես սա նախորոք մարինավատ եմ արել, ցեցմինա կարտոֆիլ չեմ ուղարկի, միսն էլ հետը թող պատրաստ լինի։ Մի հատ ես այստեղ ցույց տամ, արդեն նախորոք ինչ-որ վերցնելու եմ դնեմ, մեր կարտոֆիլները վաթուղթ եմ փռել եւ այսպես պատրաստենք, ցույց տամ մի հատ է ես ձեր հետ անեմ, տեսնեք ինչպես եմ անում։ Ես ինչպես ասեցի, վառարանը արդեն վառել եմ, տաք է։ Հիմա այսպես մի հատ մի շերտի մեջ պանիր ենք դնում, եթե մեծ է կարելի է կես անել։ Պանիր եմ դնում
Մյուս շերտին ապխտած միսն եմ դնում եւ այսպես պետք է արանք դնենք։ Երևում է ձեզ շատ համեղ է լինում։ Դուք արդեն երևի կպատկերացնեք, պատրաստեք, ձեր ախորժակները թող բացվի, հավես արեք ինձ եւ դուք է պատրաստեք։ Շատ չի գնում ամեն ինչ այստեղ։ Ես կգրեմ քանի գրամ ինչ եմ վերցրել բաղադրատոմսի մեջ եւ դուք կտեսնեք ինչ հաճելի, հիանալի ուտեստ ենք պատրաստում։ Արդեն սենց է տեսքը գեղեցիկ, մեկու մեջ ավելի գեղեցիկ է լինում եւ ավելի համեղ կլինի։ Տեսեք ինչքան հաճելի տեսք ունի։ Հիմա ես այս ամենը կանեմ, կպատրաստեմ եւ կասեմ հետո ինչ եմ անում։ Ժողովուրդ ջան, ես պատրաստեցի, տեսեք, մածել եմ դրել, առանց լցունելու եմ դրել։ Դուք ուշադիր եղաք, որ ես աղ էլ չարեցի, մենակ մեր սոուսի մեջ էր աղը, որովհետև համ կարտոֆիլը աղաջրի մեջ ենք դրել եւ մեր ապխտած միսն էլ է աղով, դրա համար շատ աղ չեմ անում ես, բավական է, այսպես բրծինով վրաներով անց եմ կենում, լավ սենց կսում եմ, արանքները թող լավ մտնի, որ համը տա, շատ անուշ հոտ է, կանաչեղենի այդ հոտերը, համերը, սխտորի լավ տվել է, բավականի շատ անուշ հոտեր են, իրար համընկնում են այս համերը, եսա պատրաստ կլինի, և պատրաստ լինելուց հետո կտեսնենք, վարարանը արդեն տաք է, ինչպես ասեցի, 200-ից 220 աստիճանի վրա եմ դնելու, որ տապակվի, ոչ թե եփվի։ Իմ մոտ կլինի 20-ից 30 րոպե պատրաստ իմ կարտոֆելը եւ միսն եմ ուղարկելու։ Սրանք ուղարկեմ սառնական եւ էսա ժողովուրդ ջան, արդեն ես ինչ եմ ուզում պատրաստել։ Ուտեստների հետ սազում է կամ աղցան, թարմ աղցան է սազում։ Ես այսօր որոշեցի մարինովնի իմ պատրաստած վարունգը, որ վրաս պատրաստվում է եւ 2-3 ժամվա միջին մարինադատ է լինում եւ կարելի է ուտել։ Էսա ես ասեմ ինչ եմ անելու։ Ես ունեմ պատրաստած, բայց ուզում եմ ձեր հետ միասին անեմ, կես կիլոգրամ վարունգ եմ վերցրել, նախորոք լվացել է, որ ջրի մեջ թողնում ենք 2-ից 3 ժամ սառը ջրի մեջ, լվանում ենք եւ թողնում ենք, որ մեր վարունգները լինի ղրղրտան եւ հաճելի լինի ուտելը։ Այս ծայրերի մասը այսպես կտրում եմ։ Դուք ուշադիր նայեք։ Սա չեմ գրելու բաղադրատոմսի միջին։ Բական ամառային գեղեցիկ օրերից մեկն է, անուշ հոտերը բոլոր ընկել է եւ թարմը վարունգի եւ ուտեստների հոտը շատ անուշ ընկել է։ Ափսոս որ սենց չի կարելի տեսախցիկով փոխանցել, որ դուք էլ համ տեսեք եւ զգաք այս բուրմունքները եւ տեսեք։ Վերցնում եմ սննդական ցլոֆան, մի քիչ ավելի լավ է կոպիտով վերցնում ցլոֆանը, այսպես մեր թթվեղենի միջին ինչ ենք գցում, ինչ ենք սիրում, այսպես սամիթի գլխարկը, որ լինում է արդեն սերմը տված, որ գցում ենք թթվի մեջ, այսպես տակն եմ դնում, աչկաչափով ենք անում սա, ով ինչքան սիրում է, ոնց սիրում է, քյարաուզ եմ մի քիչ դնում, սենց մի քիչ ջարդեք, որ համը լավ շուտ տա, կծու պղպեղ եմ դնում, եւ իհարկե, եւ իդեպ այս կծու պղպեղնել եմ ասելու, ինչ եմ անելու։ Այսօր մտքովս անցել է, ուզում եմ ժողովրդից ցույց տամ, փոքրիկ խորհուրդներ տամ եւ հաճելի խորհուրդներ ինձ թվում է, կմեկնաբանեք, կասեք,
բոլորին էլ պետք կգա, ինչեր եմ անում ես այսօր։ Եվ այսպես թարմը սամիթ էլ կարելի է դնել։ Իհարկե առանց սխտոր ինչ թթու։ Տենց չենք մանրացնում շատ, 4.5 եմ անում։ Թթվի մեջ էլ եմ ասում, ինչ սիրում եք, ինչ դուրներդ գալիս է։ Կանանչեղենից մի հատիկ, ինչ ընկնում է ձեռս, ինչ հավեսս տալիս է, այն էլ անում, կոթերից եմ ռեհանի դնում, մի հատ սիտրոնից կդնեմ, սենց ամբողջովին է կդնեմ, թող խամ կտալա։ Վարունգը կարելի է և այսպես դնել փոքրիկները, եթե մեծ են, կես-կես են անում, և կարելի է կտորներով անել, որ արագ պատրաստվի, ավելի շուտ ստացվի, այսպես ինչ չափսի ուզում եք կտորներ, ես քիչ եմ անում, որովհետև ունեմ պատրաստ, ես ձեզ համար եմ անում, ցույց տամ ինչ եմ անում, կես կթալ աղ եմ գցում, թալի ծերով մի քիչ պեսոկ եմ անում, պեսոկը օգնում է, ինչպես մեր խմորեցուցիչն եմ ասում, այնպես էլ այս արագ պատրաստվող թթվի տեսակին, որը որ մարինատ ենք անում, և մի քանի հատ բուլուլ պղպեղ եմ գցում, մի 5-6 հատ, և այսպես մեր ցելոֆանը տեղ ենք թողնում, քիչ չենք կապում, սենց կապում ենք, և այսպես խառնում ենք, լավ խառնում ենք, որ համերը լրիվ իրար ընկնի, մի 3-4 րոպեի չափ, այս դնում ենք սենյակային աստիճանի տակ, մնա, սենց 2-ից 3 ժամ պետք է լինի տակտը, հետո նոր կարելի է սառնարան ուղարկել, վարունգը պատրաստ կլինի։ Ոյ, ժողովուրդ ջան մոռացել է, պղպեղ էլ եմ գցում, սովորական թթվի մեջ էլ եմ գցում, գիտենք, սրանց մեջ էլ եմ գցում, թող համերը տա։ Մոռացել է, ես ուղարկեմ ոչինչ։ Ինչ եմ անելու, ինչ էի ուզում ձեզ մի փոքրիկ խորհուրդածես ուզում եմ տամ, սիրելի ժողովուրդ։ Այսպես տանը, եթե մնում է, հես արդեն տեսեք, կտրում ենք, տեսնում ենք կծու է, չի ուտվում, մնում է, սենց կտորները, ափսուս է, տակդեղները, որ սենց մնում են, փչանում է։ Ես վերցնում եմ նախորոք, մի հատ աման եմ վերցնում, մի քիչ ձիթապտղի յուղ եմ վերցնում և սովորական բուսական յուղ եմ լցնում։ Եվ մեր տակդեղները մասերի եմ բաժանում, կտորների շատ չեմ մանրացնում։ Բուսական յուղը, ձիթապտղի յուղը, և իտեպ կարելի է մենակ բուսական յուղով է պատրաստել, բայց ձիթապտղի յուղը ավելի լավ համ է տալիս, մի քիչ գոնե պետք է խառնել։ Եվ այսպես պատրաստում ենք նախորոք և մեր տվյալ բաղադրությունը չի փչանա և նախորոք պատրաստ կունենա։ Եթե չեք ուզում, որ շատ սերմերը ընկնեն, կարելի է սերմերից հեռացնել։ Այսպես համ կծվությունը մի քիչ գնում է, ավելի քիչանում է կծվությունը, բուսական յուղը և ձիթապտղի յուղը օգնում է համը կծվությունը պակասացնելու։ Եվ սենց ավելի լավ համ է տալիս մեր ուտեստին, տվյալ ուտեստին, որ պետք է տակդեղ ավելացնելու համար շատ լավ համ է տալիս։ Նախորոք պատրաստ, հարմար
բաղադրություն է ստացվում։ Այնպես ենք անում, որ պետք է յուղի մեջ ոնց որ թավալվի։ Մի քիչ շատ ենք վերցնում, մի քիչ աղ ենք անում եւ այսպես խառնում ենք իրար։ Եթե ուզում եք, կարելի է մի քիչ սխտոր ավելացնել, բայց ես չեմ գցում։ Այստեղ մենակ կլինի տակդեղը, աղը եւ սական յուղերի տեսակներ։ Եվ այսպես պատրաստ է լինում, ոչ փչանում է, ոչ մի բան չի լինում, շատ լավ, ոնց են ասում, ռուսները ավելի լավ են ասում, զապրավկա, ուտեստին զապրավկա անելու համար, ավելացնելու համար շատ լավ բաղադրություն է։ Սենց մնում է յուղի միջին մեր տակդեղը եւ շատ լավ համ է տալիս։ Սենց կգնեմ սառնարանը, երկար ժամանակ գնում է, մի ամսից ավել գնում է հաստատ։ Հիմա մեր քերած պանիրն եմ լցնում, քիչ-քիչ դնում եմ։ 3-4 րոպեից արդեն պատրաստ կլինի մեր ուտեստը։ Շատ հաճելի տեսք ունի, շատ հիանալի տեսք է, պետք է ցույց տամ։ Առանց օգնականից դժվար է։ Տեսեք ինչքան հաճելի տեսք ունի։ Ասում ենք ինքը վրեն ալվում է, կամ էլ ուղարկում ենք բարարանը արդեն վիճակում, հանգցրած վիճակում։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչ հիանալի տեսք ունի, շատ հաճելի տեսք է, բայց մենակ տեսքը չի հաննել է, շատ համեղ է, գիտեմ, արած եմ լցոնելու և լցոնած։ Մարինացված վարունգները իր հետ շատ համեղ կլինի։ Այսի որ գլխավոր ուտեստը մեր կարտոֆիլներ, բայց միս էլ եմ դնում, ասեց, չէ՞ ձեզ։ Հետո ցույց տամ ես ինչպես եմ մարինավատանում միսը, խավարտի հետ միասին, ուզում եմ, որ գեղեցիկ նկարում դուրս գա։ Բավական է, թող կարտոֆիլը արդեն շատ երևա։ Գեղեցկությունը պետք է համընկնի իրար։ Մի քիչ պարմիզան էլ եմ անում ուտելու ժամանակ։ Ավելի տեսքը գեղեցիկ է լինում և համեղ է լինում։ Հեսա համեղ կտեսնենք։ Համը տեսնենք ապախտած միսով տեսնենք և պանիրով։ Ես գիտեմ, ձեզ ասեմ ինչպիսի համ է։ Շատ անուշ գուրավետ հոտ ընկել է։ Շատ համընկնում է համերը իրար, շատ համեղ է։ Վարունգներ է եղել, լավ է։ Վերջացրեցինք մի ուտեստ պատրաստել է, ձեր հետ միասին շատ հաճելի պատրաստեցի։ Շատ ուրախ եմ ձեր հետ նկարահանել այս տեսահոլովակները։ Գրվեք, մեկնաբանեք, դրեք ձեր լայքերը, շատ ուրախ եմ բոլորից, շատ շնորհակալ եմ, որ մեկնաբանում են, գրում են իրենց կարծիքները։ Եվ այսօր այս քամը վերջացրեցի։ Լավ մնացեք, կհանդիպենք։